Աստվածօգնական սրբազան հայր դարձյալ միանում են բոլոր շնորհավորանքներին, իրապես անանձնական տոն ու հաղթանակ է յուրաքանչյուր նման գրքի ծնունդ։ Շատ կուզեմ զրուցել գրքի մասին, իրապես շատ հարցեր ունեմ, որ վստահ եմ բարձրաձայնելու եմ նաև այստեղ ներկա մեր հայրենակիցների հարցերը, որոնք արժե համակարգի մասին են։ Տեսանյութում արդեն իսկ հնչեց արժե համակարգ բառը, շատ սիրում եմ հայերենում, որովհետև արժեքները երբեմն ներկայացվում են առանձնապես որպես առաքինություններ, որպես իրապես կյանքի համար կարևոր սյուներ, բայց ձեր գրքում եւ ընդհանրապես մեր քրիստոնեական մտքի, մեր վարդապետության մեջ է, որ դրանք իրապես դառնում են համակարգ եւ ներկայացվում են համակարգված ձևով։ Դուք նշել եք, որ գիրքը արժե համակարգ ձևավորելու մասին է։ Ինչպես մոտենալ գրքին, ինչպես ընթերցել եւ որոնք են հիմնական արժեքները, որոնք դուք կարևորել եք այս գրքում։ Ինչպես մոտենալ, հանգիստ քայլելով մոտենում եմ դրսի։ Աստված պահապան Թոմաս ջան, շատ շնորհակալություն երկար հարցիդ համար։ Զգացում եմ, որ ազդվել եք տարբեր լրատվամիջոցների հետ հարաբերություններից, երկար շերտավոր հարց տալու իմաստով։ Նախ ուզում եմ մինչև ամեն ինչը ես շնորհակալություն հայտնել առաջին հերթին մեր շատ սիրելի պարոն Գասպարյանին, Արսեն Գասպարյանին, ում հետ ծանոթության, ուղղակի անձնական ծանոթության ուրախություն ունեցել եմ ընդամենը մի քանի ամիս առաջ մեր պարոն Վահագն Մելիքյանի միջոցով, ում ծննդյան տարեդարձն էր 3, կարող եք հետո շնորհավորել։ Ծննդյան տարեդարձների շարքին այսօր նաև մեր Հրանտ Մելիք Շահնազարյանի ծննդյան տարեդարձն էր, իրեն կշնորհավորել։ Երկու օր հետո մեր Լիդիա Մոնտաշյանի ծննդյան տարեդարձն, այնպես որ իրեն շնորհավորել։ Գաղափարը ամբողջությամբ եղել է պարոն Գասպարյանինը, երկու գրքերը ընթերցել էր ինքը, պարզ նվիրել է ուղղակի, եւ հետո մի օր ասեց, որ սա կարող է հետաքրքիր հիմք հանդիսանալ այն, որ խոսում ենք ազգային գաղափարախոսություն, ինքը որոշակի հիմքեր հայտարարել է, համեստորեն ասել եմ, ես չեմ կարծում, որ դա այդպես է, բայց եթե դուք մտածում եք, որ այդպիսի օգուտ կարող է տալ ինչ-որ իմաստով, խնդրեմ, եւ ամբողջ ինքն է նախաձեռնել, խմբագրումից սկսած, ներգրավելով 2-3 հրաշալի մարդկանց, ովքեր դալիճում են, շատ տպավորիչ մարդկանց, իր ուսանողներին, ովքեր ավարտել են նաեւ ամերիկյան համալսարանը, Միքայել ջան, Միքայելին Մանե, ես կողմերն էր մանե, ոտքի կանգի թողտեսում։ Եվ իրենց հետ զուգահեռ աշխատել են բոլոր առումներով և նաև հայտնաբերեցին մի շատ հետաքրքիր հանգամանք։ Աննան է երրորդ անձը, Աննա ազգանունն էլ կարծեմ եթե չեմ սխալվում Չարչյանը։ Ձեզ շնորհակալություն շատ։ Իմիջայլոց ասեմ, որ գրքի վերնագիրն էլ իրենց առաջարկությամբ եղել, իմ մասնավորի Միքայելի, այսպես ասած, առաջարկով եւ բոլորի համաձայնությամբ ինքներս մեզ հաղթելով։ Եվ դա շատ խորհրդանշական է, թե արդեն պարոն Գասպարյանը խոսեց, թե ինչ է նշանակում։ Ուզում եմ ի սրտե վերստին շնորհակալություն հայտնել, իրենք նաեւ հետաքրքիր շատ գաղափարներ ունեն առնչված գրքին եւ նրա հետագա զարգացմանը, հուսով եմ դրանք բոլորը կյանքի կոչվեն, եթե չկոչվեն են, գոնե մի մասով։ Արդեն կոչվել են, Միքայելն ասում է անպայման, շնորհակալություն Միքայել ջան։ Ուզում եմ գնահատանքս հայտնել, շնորհակալություն հայտնել գրքի հովանավորությունը ստանձնած մարդկանց, բոլորն էլ իմ շատ սիրելի մտերիմ բարեկամներն են, ընկերներն են, մեր Կարենը Մկրտչյան, որ ինչ էր կոչվում, հայ ազգային մշակութային ինքնավարության կենտրոնի ղեկավարն է, ստեղծողն է, Սանկտ Պետերբուրգում է ապրում, եւ նաեւ մեր Վահենը Դարբինյան, Պանտերա ընկերության
որի համար շնորհակալ եմ։ Մյուս անձը չուզեց ինքն իրեն արտահայտել, բայց ասեմ անունը Աշոտ է, մնացածը դուք կընտրեք թե որ մի Աշոտն է։ Շնորհակալություն բոլորիդ եւ ուզում եմ հատուկ եկող շնորհակալություն հայտնել Newmag ընկերությանը, իմ շատ սիրելի արտաքին Իմ շատ սիրելի արտաքին Ալեքսանյան եւ ողջ անձնակազմին այսօր էլ ներկայացնողը մեր շատ սիրելի Մանուն է Իրիցյան, երևի հոգևոր ծագում ունի, երեցների հետ կապված են։ Եվ բոլոր նրանց անին, բոլոր նրանց ովքեր մասնակցություն են ունեցել այս ողջ գործընթացին, շատ շնորհակալություն բոլորին։ Հարցը մոռացա թե Արժե համակարգի մասին էի հարցնում, ինչքանով է դա կարևոր այն իմաստով, որ արժեքներն եք դուք ամենաշատը կարևոր եք գրքում եւ ինչպես են արժեքները մեզանում դառնում համակարգ։ Նայեք, ես փորձեմ շատ կարճն, որովհետեւ ժամանակն էլ կարճ է։ Որ արժեքների ընտրություն գոյություն չունի, գոյություն ունի պետություն, որն էլ թելադրում է արժեքները։ Մեր պատկերացմամբ այդ պետությունն է ձևավորում ազգի նկարագիրը եւ ազգ դառնում կամ պետության գաղափարն ազգ դարձնում, որի մասին նաեւ խոսել եմ գրքում, ավետյաց երկրի տեսիլքով այդ անապատի պատմության մասին, որտեղ ժողովուրդը ստրկությունից դուրս եկող ազատության ճանապարհ գնացող, բայց տակավին ստրկությունը հիշող ժողովուրդն էր, որն ի վերջո վերաճեց այդ ամբողջ ճանապարհի մեջ եւ դարձավ ազգ, ստեղծեց պետություն կոչվելով ազգ։ Ընդ որում տարբեր լեզուներով, այլ լեզուներով, օտար լեզուներով ազգ եւ պետությունը նույնական արժեք ունեն։ Ասենք եթե ամերիկացուն ասես պետություն կամ ասես ազգ, իր մտքում տարանջական գոյություն չունի։ Նույն արժեքն է եւ նույն գաղափարը։ Հետեւաբար արժեքային իմաստով պետությունն է թելադրող, պետությունը որպես համակարգ ինքն է թելադրում, թե ինչպիսի ուղղություն է որդեգրում եւ ինչպիսի ազգ եւ նկարագիր է ձևակերպում։ Մեր այսօրվա խնդիրները հիմնական իմաստով հենց դրա մասին են, հենց այսօր տեղի ունեցող պետությունը այն հիմնասյուները հիմնական իմաստով կոտրել է, դրա համար էլ չի կարողանում իր մեջքը շտկել։ Արժեքները թե այսօր խարխափում քաոս է ամբողջությամբ տիրում, ամբողջությամբ, թե գաղափարական, թե միջանձնային հարաբերությունների, թե փոխհարաբերությունների տարբեր շերտերի, թե կազմակերպություններ, որոնք իրենց առաքելությունը չգիտեն, հասարակական միավորներ, որոնք չգիտեն ինչ են ուզում, հիմնական իմաստով կապված են փողին, նյութին, տուն պահելու այս ճակերտավոր գաղափարն եմ ասում։ Հետևաբար պետությունն է թելադրողը, թե ինչպիսի ճանապարհ եւ ինչպիսի արժե համակարգը, որը ձևավորում է տվյալ ազգի ամբողջական նկարագիրը։ Ինքնաբուխ արժե համակարգ չի լինում են արժեքներ, բայց որպես համակարգ չի լինում։ Ավարտեմ ես վերջին, որպես օրինակ եմ ուզում տալ։ Օրինակը քիչ առաջ տեսանյութում եմ կար, որի մասին շատ եմ խոսել։ Օրինակը, բարձրագույն օրինակը ցեղասպանության գաղափարն է։ Ցեղասպանության իրողությունը ավելի ճիշտ, ոչ թե գաղափարը։ Մենք ընդհանրապես խոսել ենք ցեղասպանության մասին այս 100 եւ ավելի տարիների ընթացքին, որպես զգացմունք։ Մենք չենք խոսել որպես միտք, որպես բանականություն, որպես համակարգ, չենք ձևավորել, չենք տարածել մեր պետական ողջ համակարգի վրա, չենք տարածել կրթության ոլորտի վրա, առողջապահության, գյուղատնտեսության, տնտեսության, ընտանիքի, մանկապարտեզի, դպրոցի չենք տարածել։ Մենք որպես զգացմունք խոսել ենք դրա մասին, պահանջատիրության մասին ենք խոսել, բայց որպես համակարգ, պետությունը պաշտպանող, անվտանգային համակարգ, որպես բանակ, սիստեմ, այսպես ասած, այլևս երբեկի սկզբունքով չենք արել։ Հիմա սա ժողովուրդը ինքը զգացմունքով ստեղծել է դա, բայց պետության կոչումն է դա որպես համակարգ դարձնել։ Ես պարզապես օրինակներից մեկը ասացի, որը ամենամեծ անվտանգային պատնեշն է մեր կյանքում։ Ինչ որ անհրաժեշտ է մեզ, դա էլ պետք է անենք։ Ինչ որ անհրաժեշտ է այս պետությանը, դա էլ պետք է անի, որովհետև ցեղասպանված ժողովուրդը եւ այլևս երբեք չպիտի կրկնվի որևէ դեպք, որը նման կլինի այդ առաջին կրածին։
որը տեղի ունեցավ ցավոք մեր կյանքում, որովհետև այդպիսի համակարգի եւ մտածողության բացակայությունն է մեր կյանքում։ Դրա մասին է արժեհամակարգ, որպես այդպիսի մեծ իմաստով իմ կարծիքով դա է։